սա նոր գործ է, այն ինչի համար որ մենք հիմա այստեղ ենք, վերաբերվում այն միջադեպին, որ Սամվել Կարապետյանի թափամամիջոցի դատաքննության օրը, երբ որ դատարանի մոտ հավաքվել էր հոծ բազմություն, ինքնաբուխ, եւ դրանով պայմանավորված նաեւ մարդիկ կանգնել էին փողոցում, որովհետեւ այդքան մեծ թվով մարդիկ ուրիշտեղ չէին էլ կարող կանգնել։ Ոստիկանությունը չնայած այն բանին, որ հանրահավաքի կազմակերպիչները հորդորեցին եւ մարդիկ ազատեցին երթևեկելի մի գիծը, ինչ հնարավորություն էր տալիս իրենց նորմալ ծառայություն կազմակերպել եւ հոսքը փողոցում ունենալ, անհամաչափ ուժ կիրառեցին հավաքի մասնակիցների նկատմամբ եւ հրահրեցին բախում, լարվածություն։ Հերիք չի իրանք այդ ապօրինությունը արել են, որի կարիք ընդհանրապես չկա, նորից եմ կրկնում, երթևեկելի գոտին բաց էր։ Հերիք չի իրանք անհամարժեք ուժ կիրառեցին հավաքի մասնակիցների նկատմամբ, խոչընդոտելով հավաքի ընթացքը, հավաքին խոչընդոտելը հանցանք է։ Հետնել են մարդկանց, ովքեր տուժել են իրաց գործողություններից, նրանց հիմա խուլիգանության կամ այլ մեղադրանքներով փորձում են պատասխանատվության ենթարկել։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդումների շարք է, որը իրականացվում է միայն ու միայն Սամվել Կարապետյանի դաշինքի կողմնակիցների, աջակիցների նկատմամբ։ Այսինքն, եթե սկսենք հենց Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործընթացներից, վերջերս այդ շտաբերի աղջիկներին, երիտասարդ կանանց նկատմամբ քրեական վարույթներ, խափամամիջոցներ, հիմա երբ որ այն պահին է, որ մենք եթում ենք նրանց իրավունքները պաշտպանելու, դատաների բակից էլ մեզ են բռնում տանում։ Հիմա կարող է այստեղից էլ մեզ բռնեն տանել, հաջորդ օրը բերեն մեզ դե դատեն։ Այսինքն, ցիկլ է էլի, արդյունաբերություն է սկսվել։ Իսկ ինչ է կարծում, այս նախընտրական շրջանը ինչքան մոտենում է ցիկլ այդ արդյունաբերությունը ավելի սենց արագ տեմպերով իշխանությունը։ Իրենց նպատակն է, տեսեք վերջերս երեք մամուլում կարդացի, որ հիմա վարժական հավաքներ են սկսել ու չգիտես ինչի հիմնական ծանուցումները գնում են Սամվել Կարապետյան դաշինքի կողմնակիցներին։ Այսինքն որպեսզի նախընտրական շրջանում լիկվիդացնեն մեր թիմակիցներին, նրանք հնարավորություն չունենան մասնակցեն քարոզարշավին, ընտրական process-ներն, այսինքն որին ոնց հնարավոր է փորձում են այդ իրավական պետության իրավական գործիքը կիրառելով հնարավորություն չտալ, որ մենք հիմա ասենք թե մեր աղջիկների որ գրասենյակի պատասխանատուին տնային կալանք են տվել, նշանակում է խափանել են այդ գրասենյակի բնականon գործունեությունը, չէ՞ ինքը ոչ կարա զանգի, ոչ կարա գնա, ոչ կարա դուրս գա փողոց մարդկանց հետ հանդիպի։ Այսինքն եթե որևէ իրավական հիմք կլներ, ուրիշ բան կանեն, եւ ոչ մի բան չկա, գոնե զրկում են աշխատելու հնարավորությունից, բայց դե գիտեք ինչ, ես ասել եմ էլի, այդ ռեպրեսիվ միջոցներով լայն հասարակական process-ների դեմ առնել հնարավոր չի։ Փոքր, օրինակ իրանց նկատմամբ հնարավոր է, որտեղ իրանք փոքր խմբակ են։ Չէ՞, դե ասենք թե մի քանի հոգու էլ այդ խմբակից հանես, հենց մեկին հանես դե պրզնում են։ Մեր պարագայում տենց չի։ Մեծ հոծ բազմությունն է, ողջ ժողովուրդը ոտքի է կանգնում արդեն, ու իրանք տեսնում են, որ հնարավոր է հասնել փոփոխությունների, հնարավոր է հասնել առաջին հերթին իշխանության այդ հույսը մարդկանց մեջ արդեն ձևավորվել է։ Իսկ դա երկրաչափական պրոգրեսիայով աճում է, մենք էլ ենք զգում դա, իրանք ավելի շատ են զգում, եւ իրենց այդ հիստերիկ վիճակը դրանով է պայման։ Հենա այսօր Գյումրիում այսքան հավաքին չէ գրանցվել Դանել Յանուսյան նկարելը 1230 ավտո է էլի։ Երևան հարսանիքայլի ավելի շատ ավտո է մասնակցել, քան ասել դրանց երթին։ Այդ չեմ ասում, որ դրանց բանին պրոբկայի մեջ ինչքան ավտո էր մնացել, դրանց էլ են հաշվի։ Հələ մատ հարցում արեք ձեր լրատվամիջոցով, քանի մարդա գրանցել, կայք էի բացել։ Գրանցվող չի էլի։ Ես եմ ուզում գրանցվի, բայց չգրանցվա։ Երևի գրանցվողը չի էլի, արդեն երեք վարչապետն ասել առանց գրանցվել էլ եկեք, որտեղ գրանցվող չկա, չէ՞։ Վարչական հիմա մարզպետը որ մեկին ասել է ավտոդ վերցրու արի խոջ, այնի չի ֆայվը որ պիտի մտնի կայքում գրանցվի։ Պրավալա, չէ՞, այսինքն եկա իրան վարչապետի տեղա դրե, մի հատ հասարակ միջոցառում չի կարում կազմակերպի հանրային բնույթի։ Ստե մենք մի քիչ ժամ չքնենք, ես ինչքան մարդ կհավաքվի։ Պարոն Ղազարյան, մի հարց էր, պարոն Սամվել Կարապետյանի հետ կապված այն ժամանակ երբ իրան պահում էին կալանքի տակ, ասում էին նախաքննությանը չավարտվի, բայց քննչական կոմիտեն հայտարարեց, չէ՞ որ նախաքննությունը ավարտվել է։ Հիմա իմաստը ո՞րն է, որ կալանքի տակ են պահում, չէ՞ որ այն վաղտ ասում էին կարող է նախաքննություն, բայց հիմա նախաքննությունը ավարտվել է եւ ո՞րն է դեպքում խոչընդոտը, տրամաբանությունը ո՞րն է։ Ես տրամաբանությունը ձեր հարցի հենց հարցադրման մեջ է, որովհետեւ դրա պատասխանը ոնց է որ տա։ Այսինքն էս իրավական թե քաղաքական կազուս է։ Քաղաքական, ընդ որում այդ ապօրինի գործողությունը իրականացվում մի մարդու նկատմամբ, որ քաղաքական ուժի ղեկավարը կուսակցության նախագահը, մի ուժի, որը հայտարարել ընտրությունների մասնակցելու եւ իր ընտրողների հետ շփումը, իր ընտրողների հետ աշխատանքը, այդ քաղաքական գործընթացի արդյունքը դրանով է պայմանավորված։ Հետևաբար
Հա, եթե նախաքննությունը ավարտվել է, որևէ մեկը չի կարող ազդել դրա վրա։ Եթե նա որևէ հանցանք նախսենք դրանից, որ չի գործել ընդհանրապես։ Էլ չասենք, որ որպես կանոնն է երբ են անում, չէ, որ ծանր հանցագործությունները, երբ որ վտանգը մեծ է, որ մարդը նորից այդ հանցանքը, մարդը ոչ մի հանցանք չարի, ինչը պիտի կրկնի, ինչը պիտի անի, ինչը պիտի դժվարելի, խոչընդոտ լինի հասարակության համար։ Իսկ այն ակնհայտ մի հոգու կողմից կայացված ռեպրեսիվ որոշում է, դե մենք էլ ինչ են գնացել դատարանի, բակ որ մեր ընդվզում առնեցինք, մենք դեմ ենք, որ մեր երկրում առհասարակ եւ Սամվել Կարապետյանը եւ մյուսների նկատմամբ այդպես բան չի լինի։ Եթե մենք ցուցարարներ են բռնում տանում։ Հիմա էլ եկել ենք ցուցարարների դատին։ Հիմա ցուցարարների դատի մասնակիցներից եկը բռնենք տանենք, հետո գանք եմբյուսներ։ Այսինքն բանը էլի արդեն արդյունաբերություն է։ Ամբողջ պատկերացնում եք, չէ՞։ Իրավապահ համակարգը ինչով են ծանրաբեռնում։ Հիմա դատավոր մարդը, չէ՞։ Եթե ժամի մնացել էր դատարանում, կարող մի օգտակար գործ աներ, չէ՞, ասենք ես օրինակ այնքան հայցեր ունեմ տված չեն հասնում որոշումները գրեն տան։ Այն մար թողեք այս մարդիկ հիմնական գործով զբաղվեն, չէ՞ անտեղի դատարանին անտեղի ծանրաբեռնել չի կարելի, էլի։ Ոչ մի հանցանք չգործած մարդուն, բռնում տանում ես, դատում ես, ծանրաբեռնում ես, քշերով, բանով, ինչ իմաստ ունի դա։ Երբ որ դրա փոխարեն կարող, հենա այսօր գնացել ենք Արտաշատ, Նարեկ Կարապետյան ներկայացնում է, թե ինչ ծավալի հանցագործությունները Արարատի մարզում, ինչքան ավելացել, թվում ծանր հանցագործությունները։ Բա վերել եք մեր գրասենյակի բացմանը, ես ինչքան ոստիկան եք լսել, այդ ցավը տանը, դե հանցագործ չկա, այդ ոստիկաններին չեք բերել։ Ոստիկաններին տարեկան դե որ դե հանցագործ կա։ Իսկ այսօր էլ ուզում են երթյալ ատենապետների այդ համակարգը ստեղծեն։ Այդ սուտ բան, այդ փորձում է սահմանադրական փոփոխություններին ինչ-որ բովանդակային, ասի այդ մի հոդվածը գոնե բովտես բան չկա, այդ իմիտացիա է։ Սահմանադրության փոփոխության նպատակը Ալևի պահանջը կատարելն է։ Ու մի հարց էլ այսօրվա իշխանության օրոք արդարադատություն հնարավոր է ակնկալել դատարաններից։ Արդարադատություն հնարավոր է ակնկալել, երբ որ մենք ունենանք նոր վարչապետ, որի անունը կլինի Սամվել Կարապետյան։ Միայն այդ դեպքում։ Շնորհակալություն։